Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Ադրամյանը։ Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածուությունն առաջադրելու մասին։ Մենք բոլորը շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը։ Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն եւ այլն։ Ես վստահ եմ, արդյունավետ աշխատելով Կարեն Կարապետյանը կարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում։ Կարողանա ապագա բոլոր զարգացումները տանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ կանխորոշված ուղիով, այսինքն ժամանակակից ուղիով։ Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել։ Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր։ Տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը։ Այսինքն, գրեթե ամեն ինչի մասին։ Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան։ Ես տեսել եմ վստահություն եւ որ ամենակարևորն է հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են եւ իրականանալի։ Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ։ Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց։ Չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց եւ հաստատական իր նպատակներում։ Օգտագործելով ողջ հայության ներուժը, նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության եւ հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք երաշխավորեն պետության կայուն զարգացումը եւ կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։ Նորացված սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավման ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագավառներում։ Առանց բաց կառավարման հասարակական լայն վստահություն ապահովելը անհնարին է եւ այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը։ Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի հնարավորություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը։ Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր նոր կառավարությունը անշուշտ ունենալու է գործելու, փոփոխելու եւ զարգացնելու մեծ ազատություն, հետեւաբար նաեւ ստանձնելու է մեծ պատասխանատվություն։ Կարևորը տեմպն է, արագությունը եւ արդյունավետությունը։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը ստանձնելու կապակցությամբ։ Վճռորոշ փուլ ենք մտնում։ Մեծ է
պատասխանատվությունը եւ էական են ակնկալիքները։ Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռնությունները։ Շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս։